հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ, Ադրբեջանը զգալի տարածքներ թե ամբողջությամբ Հայաստանի մասին է խոսքը եւ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որը Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Եվ մնացած գնահատականը ես թողում եմ մեր հասարակությանը։ Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեր համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաև Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ինչ որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը դա նաեւ միջազգային իրավունքի հարց է։ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը իրենք այդպես էլ չհրապարակեցին, ինչպես նաեւ չկարողացան գրել 44 օրյա պատերազմի վերլուծությունը, հաշվետվությունը, որովհետև անամուտ ստեր են այն պնդումները, թե կա հաշվետվությունը, կա զեկույցը, հանձնաժողովի 11 անդամներից ընդամենը 4-ն են ստորագրել, այնպես որ այս իշխանությունները նույնիսկ այդ զեկույցը չկարողացան գրել, գաղտնի են պահում, կոծկում են բոլոր պարտությունները եւ այդ երկու փաստաթղթերը չեն հրապարակում, թեկուզ այն ինչ որ գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ, համեմատել, տեսնել, թե ինչ եղավ 16 թվականին, թե ինչ եղավ 20 թվականին։ Իսկ եթե վստահ չեմ, որ ամենալավ տեղը այսօր Նիկոլի մասին խոսելն է, բայց հիշեցնեմ, որ ինքը ասում էր, պատերազմը կարող է ավարտվի, եթե էլի մի կամ երկու շրջան գրավենք, կամ էլի մի կամ երկու ադրբեջանական քաղաք ընկնի։ Հասկանանք քաղաքական ուժով ասում էր, պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման, ասում է Արցախյան շարժումը այլևս չկա, Արցախյան շարժումը պարտություն էր Հայաստանի համար եւ Արցախը թոք էր, Արցախյան հարցը, որը պետք է կտրել, որպեսզի մենք ունենանք անկախություն։ Ապրիլյան քարոզիայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդու Նորար Հաջյանին, ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս Երվանդ Հաջյանն է զոհվել, երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ ես զրկվեցի, ցավը իհարկե խորն է, ինչ որտեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որտեղ թորներ ունեմ հանուն նրանց։ Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում։ Ընդհակառակը ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման մի սու արյուն եմ։